Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով իշխանությունները ամեն բան անելու են, որպեսզի մինչև 2026 թվականի ընտրությունները իրենց կողքից հեռացնեն այն անձանց, որոնք խանգարում են կամ ռեյտինգ չունեն։ Փաշինյանը քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում հայտարարել է, թե անհրաժեշտ է, որ բոլորը իրենց խոսքի եւ արարքի համար պատասխանատվություն կրեն։ Այսուհետ յուրաքանչյուր ելույթ մանրադիտակով վերահսկվելու է եւ ով իր վարքով կամ հայտարարություններով կվարկաբեկի քաղաքացիական պայմանագրին, մինչև նախընտրական շրջանը կհեռացվի։ Դրա վառ օրինակն է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիսիմե Հունանյանի վերջին հայտարարությունը, որի պատճառով նրան հրավիրել են քաղաքացիական պայմանագրի վարչություն եւ հայտնել, որ նրա խոսքն ու հանրային ելույթները դարձել են քաղաքացիական պայմանագրի վարկաբեկման թեմա, ինչի արդյունքում նա պետք է հրաժարական ներկայացնի։ Թերթի տեղեկություններով Հունանյանը հայտնվել է շատ ծանր վիճակում։ Անակնկալի է եկել թիմակիցների հայտարարությունից, տեղում պատասխանել է իրեն ուղղված հարցերին ու հեռացել, իսկ արդեն հաջորդ առավոտյան ներկայացրել է հրաժարականի դիմում։ Բացի այդ, Հունանյանին հորդորել են հրաժարվել նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելուց, հայտնելով, որ չի թույլատրվելու իրեն մասնակցել։ Հունանյանը այժմ ծանր հոգեվիճակում է, շոկի մեջ է, քանի որ թիմից նման վերաբերմունք չի սպասել։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում վերջին ժամանակներն անառողջ մթնոլորտ է տիրում։ Թերթի տեղեկություններով բոլորը բոլորի դեմ են գործում, ով ում կարողանում մրոտում է կուսակցական հավաքների ժամանակ։ Ամեն մեկը փորձում է իր թիկունքին հրեշտակի թևեր դնել, իսկ դիմացինին սատանա ներկայացնել։ Փետրվարին քաղաքացիական պայմանագրի համաժողովում պետք է նախընտրական ցուցակը ձևավորվի։ Առաջարկվող 280 անունից պետք է 50-ին ընտրեն, որոնք ցուցակի առաջին մասում կլինեն։ Ուստի յուրաքանչյուրը կարծում է, որ դաժան պայքարով պետք է հարթի իր ճանապարհը, որ թիմում դիրքային առավելություն ունենա մյուսների նկատմամբ եւ հնարավորինս բարձր հորիզոնականներում տեղ զբաղեցնի։ Իդեպ խմբակցությունը մեկուսացրել է падգամավոր Հայկ Սարգսյանին։ Գրեթե բոլորը նրա նկատմամբ ագրեսիվ են տրամադրված եւ թույն են շնչում նրա հանդեպ, քանի որ նա կորցրել է Փաշինյանի վստահությունը։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն բացակայելու արգելքը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է. ամենայն հայոց կաթողիկոսի հետաձգած եպիսկոպոսատ ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում փետրվարի 16-ից 19։ Այս որոշումը վատ դրության մեջ է դրել իշխանություններին։ Որոշ տեղեկություններով նրանք ուղիներ են փնտրում, փորձելով խոչընդոտել ժողովի իրականացումը, ինչպես դա եղավ անցած տարեվերջին, երբ դեկտեմբերի 10-ից 12-ը հրավիրված եպիսկոպոսատ ժողովը, որը պետք է քննարկեր Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները, ավելի կոնկրետ 10 տիրադավներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը հետաձգվեց։ Թերթի տեղեկություններով ազգային անվտանգության ծառայության միջոցով են ճնշումները գործադրվել։ Ընդհանուր վեհափառին սպառնացել են, որ եթե ժողովը կայանա, Հայաստան ժամանած թեմական առաջնորդներն այլևս չեն կարողանա վերադառնալ իրենց թեմեր։ Հիմա նոր ճնշումներ են սկսվել։ Երեք Փաշինյանի տիրադավների խորհուրդը կոչ արեց չեղարկել եպիսկոպոսատ ժողովը։ Ուղիներ են որոնում, որ թույլ չտան հոգևորականների մեկնումը Հայաստանից։ Գրում է թերթը։ Թերթը գրում է. Աբովյան խոշորացված համայնքում Հայաստանի կառավարության պահանջով չեղարկվել են արդեն հայտարարված աճուրդները, քանի որ թերթի տեղեկություններով կառավարությունից պահանջում են վերագնահատել աճուրդի դրված հողակտորները եւ մեկնարկային գինը սահմանել նոր կարգով գնահատված գնային սանդղակով։ Սա նշանակում է, որ այսուհետ համայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներով, ինչը կառաջացնի շուկայում առկա հողակտորների գների զգալի թանկացում։ Հատկապես ուշադիր են հետևում առինջ վարչական շրջանի հողամասերի գներին, քանի որ դրանք վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում շուկայում, իսկ աճուրդի դրված մեկնարկային արժեքը զգալիորեն ցածր է շուկայականում գոյություն ունեցող գներից։ Թերթի տեղեկություններով այս մոդելը հետագայում կկիրառվի նաև այլ համայնքներում կազմակերպվող աճուրդների նկատմամբ։ Գրում է թերթը։